Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին։ Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ արդյունավետ գործակցությունը, շեշտել կառույցի դերի ամրապնդման անհրաժեշտությունը, կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության եւ կայունության ապահովման նպատակով։ Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում գործակցության զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման վերաբերյալ, նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի։ Մինչև վարչապետի հետ հանդիպումը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենին ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, իսկ Միրզոյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների պայմաններում մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում։ Դրանցից առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց ազատ արձակման հարցն է։ Վալտոնենն էլ անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացին։ Հայաստանը ցանկանում է տեսնել ուժեղ եւ արդյունավետ ԵԱՀԿ, որպես անվտանգության եւ խաղաղության ապահովման կարևոր հարթակ պատասխանատվության ամբողջ գոտում, այդ թվում Հարավային Կովկասում։ Այս մասին ասել է նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի ագնախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղասուլիսում։ Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան տեղի ունենում միանգամայն նոր հանգամանքներում, տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների պայմաններում։ Առաջ նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը օգոստոսի 8-ին խաղաղության գագաթնաժողովում Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողով եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնությունները մեր գործընկերներին ներկայացրել եմ մանրամասները, այդ թվում եւ պայմանագրի նախաստորագրումը, այդ թվում եւ սկզբունքները, որոնք ամրագրված են հռչակագրում, եւ այդ թվում եւ սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի ունենալու ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջև ստորագրվել է հռչակագիր, որը ամրագրում է տարածքային ամբողջականության, փոխադարձ ճանաչման, խաղաղ գոյակցության եւ ապաշրջափակման սկզբունքները։ Նա ընդգծել է նաև, որ այդ համաձայնությունների հիման վրա ընթացքի մեջ են ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը Թրամփի ուղու ստեղծումն է։ Միրզոյանը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ դա տեղի է ունենալու տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակը այս եւ հաջորդ նախագահությունների ժամանակ կնպաստի իհարկե հետագա խաղաղության ամրապնդմանը եւ սա վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլ ԵԱՀԿ ամբողջ գոտուն։ Միրզոյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ չհամաձայնեցված հարցերից եւ ընդգծել, որ դրանցից ամենաարդիականը մնում է գերիների ազատ արձակման խնդիրը։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը, ինչպես եւ միշտ այս պահին եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն երեք նաեւ Շարմ el-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը, այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Հարցին թե այլ երկրի միջոցով հնարավոր է արդյոք տեղեկություն ստանալ հայ գերիների մասին, նախարարն ասել է, որ հնարավոր է, բայց ըստ նրա այս հարցում առայժմ առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են։ Երրորդ երկրների ուրեմն մասնակցությունը հատկապես պատանդարված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում իհարկե կարևոր է, հատկապես
հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, իսկ գիտեք, որ մեր աշխատանքները այդ առումով, այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, եւ այժմ այո, այդ հարցը եւս շատ արդիական է եւ այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրման համար սահմանադրական փոփոխությունները որպես նախապայման առաջ քաշելուն, Միրզոյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքաղաքական օրակարգի մաս է եւ որևէ արտաքին պարտավորություն այս առումով Հայաստանը չի ստանձնել եւ չի ստանձնելու։ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենն էլ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումը ԵԱՀԿ Միսկի խումբը լուծարելու առնչությամբ եւ նշել, որ գործընթացն ավարտին կհասցվի մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Մենք տեսնում ենք հստակ քայլեր Հայաստանի կողմից կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը ողջունելի է եւ մենք պատրաստ ենք աջակցելու խաղաղության ամրապնդման գործընթացին ԵԱՀԿ գործիքակազմի միջոցով։ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է ոչ միայն աջակցելու խաղաղությանը, այլև բարձրացնելու Հայաստանի դիմակայությունը տարածաշրջանում, շեշտը դնելով նաեւ երկրի տնտեսական զարգացման վրա։ Խոսելով Հայաստան-Ֆինլանդիա հարաբերություններից Վալտոնենն ընդգծել է, որ Ֆինլանդիան պատրաստ է խորացնել երկկողմ տնտեսական եւ բնապահպանական գործակցությունը Հայաստանի հետ։ Անդրադառնալով Հայաստան-Նորդիկ-Բալթիկ ձևաչափի գործակցությանը Ֆինլանդիայի ագնահարարն ընդգծել է. Այս ձևաչափը եւս կարևոր հարթակ է Հայաստանի դիմակայունության բարձրացման, անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման առումով։ Մենք ունենք բազմաթիվ ընդհանրություններ եւ ուրախ ենք գործակցությունն ընդլայնելու հնարավորության համար։ Երկու նախարարներն էլ հաստատել են, շարունակելու են խորացնել գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Վալտոնենը վերջում եւս մեկ անգամ ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի մնալ առանցքային հարթակ տարածաշրջանային անվտանգություն ձևավորելու գործում։ Վաշինգտոնում տեղակայված Ամերիկայի հայկական համագումարը կոչ անում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը, ինչպես Միացյալ Նահանգների նախագահին դա հաջողվեց անել Գազայում Համասի կողմից գերեվարված իսրայելցիներին ազատ արձակելու հարցում։ Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում, նշում են համագումարի համանախագահները։ Տարածված հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր գերիների ազատ արձակման հարցով խոսել Ադրբեջանի նախագահի հետ, ասելով, թե Ալիևը դա կանի իր համար։ Երևանում էր բելգիացիների թագուհի Մաթիլդան, որին ընդունել է հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների շրջանակում իրականացվող ծրագրերն ու դրանց առաջմղման ուղղությամբ տարվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին։ Կողմերը մտքեր են փոխանակել 2026 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP17 համաժողովի եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ։ Զրույցի ընթացքում կարևորվել են նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղված ջանքերը։ Կողմերը երկուստեք շեշտել են, որ խաղաղությունը եւ գործակցությունը միջազգային հարաբերությունների առանցքային արժեքներն են, իսկ դրանց ամրապնդումը պետությունների եւ ժողովուրդների առաջընթացի հիմնական պայմանը։ Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում Երևանում։ Մեզ համար մեծ պատիվ է ձեր գերազանցություն այս այցելությունը, այն նպատակների համար, ինչու համար որ դուք եկել եք որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, միանշանակ ի նպաստ լինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք իրականում կատարել են պարտականություններ, որ ստանձնել ենք 2030 թվականի հետ կապված։ Եվ մենք շատ բարձր ենք գնահատում նաև ձեր առաջնորդությունը այդ աշխատանքում։ Դուք որպես Բելգիայի թագուհի զբաղվում եք նաև ամբողջ մարդկության հետաքրով այսպիսի խնդրով։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակություն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր։ Պապիկյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պաշտպանական անվտանգության գործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ։
Քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Նահանգներ ծրագրերին վերաբերող հարցեր, ձեռք բերել պայմանավորվածություններ նոր նախաձեռնությունների վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարը Վաշինգտոնում հանդիպել է նաև զինվորական համազգեստի ձևավորման և մշակման գործում մասնագիտացված ամերիկյան ընկերության ղեկավարության հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր համազգեստի մշակմանն առնչվող մի շարք հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80-ամյակի նվիրված միջոցառմանը։ Նա հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և շնորհավորել հիմնադրման 80-րդ տարեդարձի առիթով։ Եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մենք մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։ Վարչապետը շնորհավորելով տարեդարձի առթիվ նշել է. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը մի հաստատություն է, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում շատ էմոցիաներ կան, քանի որ այդ ինստիտուտի գործունեության հետ են կապված Հայաստանի սպորտային այն փառապանծ հաջողությունները, որոնցով բոլորը շարունակաբար հպարտանում են»։ Հասկանում են, որ դահլիճում այսօր ներկա են բազմաթիվ մարդիկ, ովքեր համահեղինակ են այդ բոլոր հաջողությունների, եւ ես ուզում եմ իմ գնահատանքի եւ հարգանքի տուրքը մատուցել բոլոր վաստակաշատ գործիչներին, որոնք ապահովել են մեր սպորտի փառքը եւ այդպիսով մեզ բոլորիս լիցքավորել մեծ էմոցիաներով և էներգիայով։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր կատարած աշխատանքի համար։ Փաշինյանի խոսքով տոնական այսօրը նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչ պետք է անել այդ ժառանգության հետ։ Կարծում եմ այդ ժառանգության նկատմամբ մեր մեծագույն տուրքը կլինի այն, որ մենք, ինչպես նոր կտակարանում է ասվում, ոչ թե մեզ ի պահ հանձնված այդ հաջողությունը մսխենք կամ առնվազն այդ հաջողությանը նոր բան չավելացնենք, այլ այդ հաջողության ավանդույթը օգտագործելով նորանոր փառքի էջեր բացենք մինչև այս պահը մեր ունեցած սպորտային փառապանծ էջերի։ Վարչապետն ընդգծել է, որ հաջողությունների ճանապարհն ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում անցնում է կրթության միջոցով։ Փաշինյանն ընդգծել է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը ռազմավարական նշանակություն ունի սպորտի բնագավառում։ Այս համատեքստում խոսել է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում անհրաժեշտ մարզական ենթակառուցվածքների ապահովման, մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու մասին։ Մենք այսօր մեր բոլոր դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ֆիզիկ-կուլտուրայի դահլիճներին, այլև բացօթյա մարզական ենթակառուցվածքներին, նաև արդեն ասացի, որ մենք նաև մասնավորի հետ համատեղ գործունեություն ենք իրականացնում մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու համար։ Խոսելով առողջապահության բնագավառում ինստիտուտի կարևորության մասին, վարչապետը նշել է, որ առողջապահության ոլորտում մեծ խնդիրներ կան, այդ թվում այն պատճառով, որ քաղաքացիներին բավարար չափով չի խրախուսվում առողջ ապրելակերպը։ Սպորտով զբաղվելը, ինչն էլ իր հերթին կապված է ենթակառուցվածքի բացակայության հետ։ Կառավարությունը այդ ենթակառուցվածքները ստեղծելու է, եւ մենք ակնկալում ենք, որ այդ ենթակառուցվածքները ունենան մասնագետներ, որովհետեւ այդ ենթակառուցվածքները առանց պատշաճ մասնագետների չեն տալու այն արդյունքը, որը մենք բոլորս ակնկալում ենք։ Եվ հետևաբար ես ուզում եմ, որ մենք այսօր նշելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի 80-ամյակը, նաև արձանագրենք մի նոր 80-ամյա էջի բացումը այսօր, որ մենք պետք է միասին ռազմավարական քննարկումներ եւ որոշումներ ունենանք եւ իմանանք իսկ նախորդ 80 տարվա ժառանգությունը մենք ինչպես ենք կիրառելու հաջորդ 80 տարին պլանավորելու եւ հաջորդ 80 տարվա ընթացքում առնվազն նույնպիսի փառապանծ սպորտային եւ մարզական էջեր ստեղծելու համար Ամփոփելով իր ելույթը վարչապետը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի ներդրման համար եւ համոզմունք հայտնել, որ այս առաջին 80-ամյակին կհաջորդի երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը եւ ամեն 80-ամյակ նախորդից կլինի ավելի հարուստ, ավելի փառապանծ, ավելի գեղեցիկ եւ ավելի մեծ հեռանկարներով տոգորված։ Շարունակում ենք թողարկումը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալի անկումը չի ազդելու մեր երկրի տնտեսական աճի վրա։ Նա ընդգծել է, որ թվերը ուռճացված են եւ ոչինչ չի փոխվի, նույնիսկ եթե այդ թիվը զրոյանա։ Լրագրողների հետ զրույցում նախարարը նաև խոսել է ներդրումներից, նշելով, որ ամերիկյան եւ թուրքական ներդրումները կարող են նպաստել Հայաստանի տնտեսական կայունության ապահովմանը։ Հայաստանի տնտեսական աճի վրա Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ազդեցությունը զրո է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա ներկայացմամբ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը ուռճացված էր։ Հայաստանը չունի ոչ մի օգուտ։ Հիմա այդ թիվը 0 էլ դառնա, մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ 0-ի է, այդ թիվը դառնա 100 անգամ շատ, այդ դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա մոտ 0-ի է, որովհետև դա մի բան էր, այսինքն այդ պրոդուկտը գալիս էր Հայաստան, դուք գնում եք մեկ այլ երկիր։ Ինքը ֆորմալ առումով, վիճակագրական առումով թիվ է։ Ռուսաստանի համար արդյունք է էական, որովհետև ինքը բան է արտահանում։ Էմիրատների համար արդյունքը, որովհետև ինքը ստանում է։ Մեր համար ինքը ընդհանրապես վիճակագրական թիվ է։ Պապոյանն ընդգծել է, որ այդ գործընթացը պայմանավորված էր ոսկու շրջանառությամբ։ Թանկարժեք այս մետաղը ներմուծվում էր Հայաստան այլ երկրներ արտահանելու նպատակով, ուստի այն չէր կարող մեծ եկամուտներ ապահովել։ Նա անդրադարձել է նաև Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին երկխոսության դրվագին, որտեղ երկու երկրների առաջնորդների ներկայացրած վիճ տվյալները չէին համապատասխանում, եւ նրանցից յուրաքանչյուրը վստահեցնում էր, որ իր տեղեկությունն է հավաստի։ Պապոյանը կրկին պնդել է, որ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշներն էին ճիշտ։ Նա նշել է, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է միայն փաստացի տվյալներ։ Հիմա թե որտեղ ինչպես են հաշվում, ես չեմ կարող ասել, կամ ինչ թվեր որտեղ ինչ կա։ Մենք այլ բան չենք կարող հրապարակել, եթե վիճակագրական ծառայությունը ասի 1 միլիարդ, պետք է ասենք 1 միլիարդ, ասի 11, ասենք 11։ Նայել ենք, տեսել ենք, չգիտեմ, 9, ասել ենք 9։ Խոսելով Հայաստանի տնտեսական հնարավորություններից, Պապոյանն անդրադարձել է ամերիկյան ներդրումների ներգրավմանը եւ շուկայի ընդլայնման հնարավորություններին։ Նա ընդգծել է, որ հիմա Հայաստանը ակտիվորեն գործակցում է համաշխարհային բրենդների հետ, որը մեր հանրապետությանը հնարավորություն կտա բարելավել մեր դիրքերը միջազգային շուկայում։ Եթե նկատել եք, օրեր առաջ օրինակ ես հանդիպել եմ Starbucks ցանցի տարածաշրջանային տնօրենի հետ, այսինքն նաև այդ մակարդակում լոկալ տեղային մակարդակում խոշոր բրենդների հետ եւ արդեն պետական մակարդակում, եթե այդ մակարդակում եւս քննարկենք հնարավոր ներդրումային ծրագրերը, այս առումով մենք եւս ուսումնասիրում ենք ամերիկյան հնարավոր ներդրումների տեղերը, չափերը, ինչպես նաեւ եւ հուշում ենք գործընկերներին, որ այստեղ օրինակ այս բրենդը կարող է ներկայանալ, այս ոլորտում շուկայի հնարավորությունները այսքան են։ Մենք ինքներս ենք անում շուկայի տարողության գնահատում, գործընկերները իրենք եւս գալիս են եւ մի երկուսն էլ կա, որոնք ուղղակի ընթացքի մեջ են եւ բրենդի հետ պայմանավորվածության արդյունքում, այսպես ասած, չենք հայտարարում դրա մասին, խոսում ենք այն մասին միայն, որոնք որ ինքը բրենդը համաձայն է։ Պապոյանն առանձնահատուկ կարևորել է թուրքական ներդրումների հնարավորությունը, նշելով, որ այն դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական կայունության վրա։ Չեմ կարծում, որ մեր խնդիրն է, որպեսզի մենք հենց անենք, որ ներդրումներ անենք, մեր խնդիրն է, որ մեր ապրանքները կարողանանք վաճառել Թուրքիայում, սա մեկ, այսինքն էքսպորտ ունենանք այնտեղ, եւ երկրորդը օգտագործենք թուրքական նավահանգիստների եւ թուրքական ճանապարհների պոտենցիալը եւ այդ պոտենցիալի միջոցով մեր ապրանքները արտաքին աշխարհ, երբ որ մենք հասցնենք, դրանք կլինեն շատ ավելի մրցունակ, քանի որ թուրքական նավահանգիստներով միջակայական ծով դուրս գալը մոտավորապես երևի 3 անգամ ավելի կարճ է, եւ որը էականորեն ազդում է տրանսպորտային ծախսերի վրա եւ հետեւաբար ապրանքների մրցունակության վրա եւ իհարկե նաեւ օգտագործելով թուրքական ցամաքային եւ ծովային հնարավորությունները, նավահանգիստներ, ճանապարհներ, Հայաստան ներմուծվող ապրանքների գները էականորեն իջեցնել եւ դրանով նաեւ ուրեմն բնականաբար եթե որևէ որոշակի ապրանքներ գան Հայաստան շատ ավելի քիչ տրանսպորտային ծախսերով, դա հնարավորություն կտա մեզ
շատ տրամաբանական է, այստեղ ունենալ շատ ավելի մրցակցային միջավայր։ Խոսելով թրիփ նախագծից Պապոյանն ասել է, որ այս պահին մանրամասն ուսումնասիրություններ են իրականացվում եւ ճանապարհների կամ ենթակառուցվածքների վերաբերյալ դեռևս կոնկրետ հայտարարություններ անել չի կարող։ Այնուամենայնիվ նա ընդգծել է, որ աշխատանքներ տարվում են եւ Հայաստանը պատրաստվում է նոր ծրագրեր իրականացնել։ Անդրադառնալով ֆերմերների Դաբաղի տարածման մասին ահազանգերին, Պապոյանը վստահեցրել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանում այդ հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել։ Նա հավելել է, հարևան երկրներում դեպքեր արդեն գրանցվել են, ուստի արվում է հնարավորը կանխարգելելու հիվանդության ներթափանցումը մեր հանրապետություն։ Ներկայում իրականացվում է լայնամասշտաբ վակցինացիա։ Կադաստրի կոմիտեն գործարկել է թվայնացման նոր ծրագիր, որը թույլ կտա քաղաքացիներին առանց նոտարական վավերացման կնքել պայմանագրեր եւ ներկայացնել դրանք իրավունքի պետական գրանցման։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ նոր համակարգը նախատեսվում է գործարկել 1.5 տարվա ընթացքում ստուգելու դրա արդյունավետությունը։ Նա նաև անդրադարձել է Երևանի ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում առկա խնդիրներին։ Թովմասյանի խոսքով մինչև 2005 թվականը ինքնակամ շինությունները հաճախ օրինականացվել են առանց հողի նկատմամբ իրավունքի, ինչը ներկայումս հնարավոր չէ։ Կադաստրի կոմիտեն մշակում է թվայնացման նոր նախաձեռնություն, որը նպատակ ունի բարելավելու անշարժ գույքի գործարքների ընթացքը։ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ թվային ստորագրությամբ կնքվող պայմանագրի համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին ստորագրելու պայմանագրեր եւ ներկայացնելու դրանք իրավունքի պետական գրանցման համար առանց նոտարական վավերացման։ Երկար ժամանակ քննարկումներ են իրականացվել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծել, որպեսզի որոշակի պայմանագրի տեսակներ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր լինի ստորագրել եւ ներկայացնել իրավունքի պետական գրանցման։ Նոր համակարգը կգործի այնպես, որ քաղաքացիները կկարողանան մուտք գործել իրենց անձնական գրասենյակ էլեկտրոնային հարթակում ԵՍԵՎ նույնականացման միջոցով։ Այնտեղ նրանք կգտնեն իրենց պայմանագրերը, որոնք կարող են հաստատել էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Պայմանագրերը մուտքագրված կլինեն կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան որպես դիմում եւ կհամարվեն գրանցված առանց լրացուցիչ ընթացակարգերի։ Սուրեն Թովմասյանը հավելել է, որ այս նոր համակարգի ներդրումը նախատեսում է 1.5 տարի ժամկետով դրա արդյունավետությունը մանրամասն թեստավորելու համար։ Նախաձեռնությունը նպատակ ունի նվազեցնելու գործարքների իրականացման ծախսերը եւ արագացնելու գործընթացները։ Ներդրվելու նաեւ այս լուծումը թվային, երբ որ համեմատելու է տեղեկատվական շտեմարանի հետ դիմումի մուտքագրման պահին միասնական տեղեկատվության տրամադրման նախորդող ժամանակահատվածի հետ, տեսնելով, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել միասնական տեղեկանքի տրամադրումից հետո, համակարգը արդեն ավտոմատ անելու է սահմանափակումների ստուգման դաշտ, սուբյեկտի եւ օբյեկտի ստուգման դաշտ, եւ եթե ամեն ինչ համապատասխանելու է միմյանց, ավտոմատ գեներացնելու է վկայական, որը մեր կարծիքով այս 1.5 տարվա ընթացքում մենք կկարողանանք փորձարկումը իրականացնել եւ վստահ լինել, որ ճիշտ է աշխատելու։ Թովմասյանն ընդգծել է, որ նախատեսվող փոփոխությունները կվերաբերեն նաև հիփոթեկային վարկերով անշարժ գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց։ Գործարքները հնարավոր կլինի ստորագրել հեռավար, ինչը կդառնա հիմք իրավունքի պետական գրանցման համար։ Սուրեն Թովմասյանն անդրադարձել է նաև Երևանի ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում առկա խնդիրներին։ Նրա խոսքով մինչև 2005 թվականը ինքնակամ շինությունները հաճախ օրինականացվել են առանց հողի նկատմամբ իրավունքի, ինչը ներկայումս հնարավոր չէ։ Թովմասյանը տեղեկացրել է, որ ինքնակամ շինությունների հաշվառման նոր փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն եւ շուտով կներկայացվի ազգային ժողով։ Այն քաղաքացիները, որոնք բաց են թողել օրինականացման ժամկետները, կստանան նոր հնարավորություն։ Ինչ վերաբերում է հողի վարձակալությանը, եթե շինության սեփականաշնորհման ժամանակ քաղաքացին ունեցել է վարձակալական հող եւ հետո համայնքը եւ քաղաքացին համատեղ չեն դիմել այդ վարձակալությունը դադարեցնելու, ապա օրենքի տրամաբանության մեջ դա նշանակում է, որ այդ վարձակալությունը երկարացված է անժամկետ, օրենքի ուժով երկարացված է անժամկետ։ Դե հիմա ես ասում եմ, ինչ որ օրենքով կարգավորված է, այսինքն յուրաքանչյուր վարձակալական պայմանագիր, եթե կողմերը չեն դիմում փոխադարձ համաձայնությամբ դադարեցնելու, ինքը համարվում է անժամկետ երկարացված պայմանագիր։ Նիստում քննարկվել են նաև տարբեր օրենքների փոփոխություններ, որոնց մեծ մասը տեխնիկական բնույթի են։ Մասնավորապես տեխնիկական փոփոխություններ են կատարվել հարկային ծառայության եւ մաքսային ծառայության օրենքներում, առանց բովանդակային փոփոխությունների։
Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, որոնք կմեկնարկեն 2025 թվականի դեկտեմբերին ռեզիդենտության տեղեկանքների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով։ Վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքում եւս ընդունվել են տեխնիկական փոփոխություններ, 6 առաջարկից 5-ը հաստատվել է։ Էներգետիկայի մասին օրենքում նույնպես կատարվել են փոփոխություններ, ընդունվել են տեխնիկական առաջարկներ, իսկ 5-րդ հոդվածը հանվել է նախագծից։ Պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին օրենքում կատարվել խմբագրական փոփոխություններ, իրավական գործընթացները պարզեցնելու նպատակով։ Բոլոր փոփոխությունները ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Պատգամավորների որոշմամբ 2 ամիս ժամկետով հետաձգվել է ռիելթորական գործողության մասին եւ կից օրենքների նախագծերի քննարկումը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերով ինժեներական քաղաքի այցելել ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի 16-րդ դափնեկիր Վինսենտ Ռոշը։ Տեխնոլոգիական աշխարհի ամենահեղինակավոր ներկայացուցիչը ծանոթացել է հայկական ինժեներական ձեռնարկությունների աշխատանքին, նորարարական լուծումներին եւ զարգացման ուղղություններին։ Ինժեներական քաղաքը հյուրընկալեց տեխնոլոգիական աշխարհի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկին, ADI ընկերության գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Վինսենտ Ռոշին։ Նա Հայաստան է ժամանել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերով, որպես ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի 16-րդ դափնեկիր։ Այցի ընթացքում Վինսենտ Ռոշը ծանոթացավ հայկական ինժեներական ձեռնարկությունների աշխատանքներին, նորարարական լուծումներին եւ զարգացման ուղղություններին։ Նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով այս այցը կարևոր հարթակ է հայաստանյան եւ համաշխարհային տեխնոլոգիական կառույցների միջև գործակցությունը խորացնելու համար։ Այսպիսի այցերը ոչ միայն հարգանքի արտահայտություն են մեր տեխնոլոգիական միջավայրի նկատմամբ, այլև հնարավորություն ստեղծելու նոր կապեր եւ համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն ոլորտի արագ զարգացմանը։ Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել տեխնոլոգիական աշխարհի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկին։ Ինչու հատկապես հրավիրեցինք ձեզ ինժեներական քաղաք, որովհետև սա այն վայրն է, որտեղ կարող ենք ցույց տալ, թե ինչպես ենք տեսնում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ապագան, ինչպես ենք մենք երազում, ինչ ձև ունի մեր երազանքը եւ կիսվել այս տեսլականով ձեզ հետ։ Մենք պարոն Մուսայելյանի հետ պատրաստել ենք փոքրիկ անակնկալ, այստեղ կունենանք լեգենդերի парքի արահետ, որտեղ կլինեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի դափնեկիրների անունները։ Մենք սկսում ենք ձեզանից։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի 16-րդ դափնեկիր Վինսենտ Ռոշն էլ նշեց, որ Հայաստանը տպավորիչ առաջընթաց է գրանցում ինժեներական եւ տեխնոլոգիական կրթության մեջ։ Նա վստահ է, որ այս ուղղությամբ շարունակական ներդրումները Հայաստանին միջազգային ազդեցիկ դեր կտան։ Հայաստանի եւ համաշխարհային տեխնոլոգիական համայնքի գործակցությունը շարունակվում է նոր ծրագրերի, կրթական նախաձեռնությունների եւ ներդրումային հնարավորությունների ձևաչափով։ Մեծ պատիվ եւ պատասխանատվություն է Հայաստանի պետական մրցանակի 16-րդ դափնեկրի ճանաչմանն արժանանալը աշխարհի առաջամարտիկներին եւ համայնքներին միավորող երկու արժեքների նորարարության եւ գործած ազդեցության համար։ ADI-ում մենք ներդրումներ ենք կատարում մարդկանց եւ գաղափարների համար, որոնք առաջ են մղում տեխնոլոգիաները իշա հասարակության եւ մոլորակի։ Ապագայում էլ մենք հանձնարարու ենք հզորացնել հաջորդ ծերունդներին եւ խրախուսել երիտասարդ տաղանդներին, ստեղծելով լուծումներ, որոնց մասին պատկերացում անգամ չունենք։ Պետք է ասեմ, որ Իռլանդիան դեռ տարիներ առաջ զգաց, որ ապագայում համակարգչային հեղափոխության ընթացքում ինչ-որ հատուկ բան է լինելու եւ սկսեց լայնածավալ կրթական գործընթաց։ Այսօր Իռլանդիան մտածում է թվային կենսաբանության եւ այդ ոլորտում իր դերակատարության մասին։ Այս պահին մենք կանգնած ենք տեխնոլոգիական նոր դարաշրջանի շեմին, դարաշրջանի, որը հնարավոր է դարձել արհեստական բանականության շնորհիվ։ Կարծում եմ այստեղ մեծ դերակատարում կունենան ֆիզիկան, կենսաբանությունը եւ քիմիան։ Այսօր Հայաստանը գտնվում է մի փուլում, որտեղ նոր ի հայտ են գալիս նման հնարավորությունները, ուստի այս երկրում եւս մեծ առաջընթացի հնարավորություն կա։ Աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լեգենդն իր իսկ օրինակով ցույց է տվել, որ հնարավոր է փոխել տեխնոլոգիական պատմությունն ու ոգեշնչել հավատալ սեփական ուժերին։ Երիտասարդների, ստարտափների եւ ոլորտի ներկայացուցիչների համար սա հզոր ազդակ է։ Հաջողությունը հնարավոր է, նույնիսկ եթե նոր ճանապարհով դեռ ոչ ոք չի անցել։ Ինտեգրելով ծրագրակազմն ու սարքավորումները, նաեւ նախագծելով այն մոդելը, որը կարող է օգտագործվել տարբեր երկրներում, մենք արդեն հաջողություններ ենք գրանցել։ Այս ճանապարհին մեզ համար կարևոր դերակատարում են ունեցել Վինսենտ Ռոշի նման հեղինակությունները։ Նրանք ոչ միայն տեխնոլոգիա են բերում մեր երկիր, այլև մշակույթ, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք ինժեներական քաղաքում ոչ միայն զբաղվում ենք արտադրությամբ, այլև նորարարություններ ենք իրականացնում։ Սինոպսիսը փորձում է ստեղծել երկրում նորարարության էկոհամակարգ։ Այցի ընթացքում տեղի ունեցավ նաև լեգենդների парքի արահետի բացումը, որն ուղղված է տեխնոլոգիական աշխարհում նշանակալի հաջողությունների հասած մարդկանց ճանաչելուն, նաև նրանց օրինակով նոր սերնդին ոգեշնչելուն։
Վինսենտ Ռոշի այցը Հայաստան ևս մեկ վկայություն է, որ Երևանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական կենտրոն։ Անդրադառնանք միջազգային թեմաներին, Դոնալդ Թրամփը Իսրայելում էր, որտեղ հայտարարել է պատերազմի ավարտի մասին։ Չնայած նախորդ ժամանակ Նեթանյահուն նշել էր, թե Համասի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը դեռևս չի նշանակում պատերազմի ավարտ, սակայն Թրամփի հայտարարությունից հետո նա ևս ազդարարել է պատերազմը ավարտվել է։ Թրամփի իսրայելացի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Գազայում պատերազմն ավարտվել է, սա նոր սկիզբ է, նման իրադարձություն երբևէ չի եղել։ Սա ԱՄՆ նախագահի գրառումն է Իսրայելից, Թրամփը ոգևորված է, ասում է արկերի պայթյունի փոխարեն հիմա պատերազմող երկրների փողոցներում անհավանական սեր է տիրում։ Իսրայելի եւ Պաղեստինի փողոցներում իսկապես տոնական տրամադրություն է։ Դեռ օրեր առաջ, երբ կողմերը համաձայնեցին Գազայի հատվածում հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլի շուրջ, խաղաղ բնակիչները հեղեղեցին փողոցները։ Նրանք մինչև այսօր տոնում են երկար սպասված համաձայնությունը եւ անհամբեր սպասում հարազատների վերադարձին։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելը եւ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասը համաձայնության եկան անցած շաբաթվա վերջին։ Հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլով այսօր Համասն ազատ արձակեց իսրայելցի 48 պատանդներին, որոնցից 20-ն են ողջ։ Իսկ Իսրայելն էլ ըստ պայմանավորվածության պետք է ազատի պաղեստինցի 250 դատապարտյալի եւ 1700 կալանավորի։ Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Թել Ավիվի պատանդների հրապարակում տոնելու պատանդների ազատ արձակումը։ Իսրայելն ըստ ծրագրի պարտավորվել է վերականգնել մարդասիրական օգնության մատակարարումը գրեթե հողին հավասարեցված Գազայի ավելի քան 2 միլիոն բնակչությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով։ Բացի այդ, բանակը հետ կքաշի նախապես համաձայնեցված դիրքեր եւ այնտեղից կվերահսկի Գազայի մոտ 53%-ը։ Իսրայելում Թրամփին հարցրել են ինչ է սպասվում Համասին, եթե չհետևի հրադադարի պայմաններին։ Աշխարհում մտահոգություն կա, որ Համասը չի ընդունի զինաթափման գաղափարը եւ անկախ պայմանավորվածությունից զինված գործողությունները կշարունակվեն։ Թրամփը վստահորեն հայտարարել է, նրանք կհետևեն հրադադարի պայմաններին։ Ավելին, Համասի զինաթափման հարցը ըստ Միացյալ Նահանգների նախագահի կլուծվի խաղաղության ծրագրի երկրորդ փուլում։ Իսրայելն ու Համասը դեռ պետք է բանակցեն նրա 20 կետանոց համաձայնագրի հաջորդ փուլերի շուրջ։ Սակայն հետագա քայլերի մասին հարցերի, մասնավորապես թե ինչպես է ապահովվելու Գազայի անվտանգությունը եւ կառավարումը, կողմերը չեն քննարկել։ Դրա մասին խուսափել է խոսել անգամ ԱՄՆ նախագահը։ Չնայած այսօր հայտարարված խաղաղությանը 2023 թվականի հոկտեմբերին սկսված արյունալի պատերազմը ավելի քան 67000 պաղեստինցու կյանք է խլել։ Վիրավորվել է 169000-ը։ Իսրայելական կողմն էլ ունեցել է 1200 զոհ։ Եվ այս հրադադարն իսկապես հուսադրող է Գազայի հատվածի բնակչության դեմ ցեղասպանական հետագա գործողությունները կանխելու առումով։ Իրանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնյան պայմանավորվածությունների հետ կապված տարաձայնություններ դեռ կան, սակայն արդեն պարզ է, որ այդ գործընթացում ակտիվ դերակատարները ռուսամետ հայացքներով գործիչներն են։ Իրանաբնակ Մովսես Քեշիշյանը, որը նաեւ Արաքս պարբերականի գլխավոր խմբագիրն է, ներկայացրել է մեր հարևան բարեկամ երկրում առկա տեսակետները։ Հարևան բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում մտավորականները երկու խմբի են բաժանվել։ Նրանց մի մասը, որը ռուսամետ հայացքներ ունի, խիստ մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով, հատկապես TTIP եւ առհասարակ Միացյալ Նահանգների այս գործընթացին ուղիղ ներգրաված լինելու հարցով։ Մյուսները, որոնք ավելի անկախ քաղաքական հայացքների տեր են, ողջունում են խաղաղության օրակարգը եւ անգամ Իրանի համար դրական հեռանկար տեսնում գործընթացում։ Ասում է Իրանում Արաքս պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը եւ մանրամասնում։ Մտավորականության որոշ շարք նամանավան նրանք, ովքեր որ այսպես ասենք ռուսական հայացքով են հարցին նայում կամ պանտուրքիստական շրջանակների ազդեցության ներքո են, նրանք բոլորը ճշնամաբար են լարված են այդ ճանապարհի ուղղությամբ, չհասկանալով որ սա հարցը միայն ամերիկյան գծի կամ ճանապարհի կամ առաջարկի հարց չէ, Հայաստանի ճանապարհների ապաշրջափակման հարց, բայց նրանք ովքեր որ ավելի անկախ են, ավելի հասկանում են, որ Հայաստանը ինչից ելնելով է գնում դեպի դրան, իրենք ողջունում են եւ դրական են գնահատում։ Քեշիշյանի պնդմամբ տարիներ շարունակ հենց այդ փորձագետները Հայաստանը ներկայացրել են որպես Ռուսաստանի ազդեցության տարածք։ Հիմա Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները կոտրում են այդ կարծրատիպը։ Մինչև հիմա իրենք համարում են Հայաստանը ռուսական ազդեցության տարածք, գործոն, շրջանակ, եսիմինչ, բակ, ինչ կուզես անունը դիր, իսկ այսօր զգում եմ, որ Իրանը իր անկախ քաղաքականությամբ պետք է հայտնվի տարածաշրջանը։ Իսկ
այսպես ասած բերի տարածքը, ամենաբերի հողը, որ տեղ կարող է Իրանը ներկայություն ունենա, դա Հայաստանն է, Ադրբեջանը Թշնամական է դիրքորոշված, Թուրքիան մրցակից է, Ռուսաստանը հակա է գնում եւ չի ուզում, որ Իրանը այնպես որ պիտի իր ներկայությունն ունենա տարածաշրջանում, ողջ տարածաշրջանը համարում է իրենը եւ այդ բոլորի համար ուրեմն Իրանը պետք է նոր քաղաքականություն մշակի։ Իրանի կառավարությունն ըստ Քեշիշյանի ամբողջությամբ վերանայում է արտաքին հարաբերությունները, մասնավորապես Ռուսաստանի հետ, քանի որ հիասթափությունները տարբեր իրավիճակներում ստիպել են մտածել հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մասին։ Սոլեյմանից, գեներալ Սոլեյմանից, մինչ վերջացրած նախկին արտգործնախարար Զարիֆը բոլորը խոսել են այդ մասին, որ ռուսները շատ են փորձում ճնշել մեզ, մեր անկախ քաղաքականություն չունենանք տարածաշրջանը, կամ ավելի շատ կախված լինենք իրենցից։ Այս փաստորեն գնաց նրան, որ իրանական կողմը ավելի անկախ քաղաքականություն որդեգրի եւ սկսի նոր հաշվարկներ ունենալ տարածաշրջանից։ Այո, հարգելով նաև, ասենք, ռուսական կողմի շահերը, այդ ուրիշ հարց է։ Եվ 44-օրյա պատերազմից եւ 12-օրյա Իրանի դեմ ստեղծված այդ պատերազմից հետո իրանական կողմը կարող եմ ասել ինչ-որ չափ հուսահատվեց ռուսներից։ Ռուսները ինչպես որ Արցախում դավաճանեցին հայերին, նույնպես դավաճանեցին Իրանին Սուրիա։ Եվ իրանական կողմը արդեն ավելի զգաստացած է նայում այս հարցին եւ փորձում է հենց իր անկախ քաղաքականությամբ տարածաշրջանում հայտնվել։ Այս մասին վկայում են նաեւ Իրանի դեսպանի վերջին ուղերձները Հայաստանում։ Դրանք բացառապես հիմնված էին Իրանի անկախ քաղաքականության սկզբունքների վրա։ Բացի այդ, Իրանն այժմ Հայաստանն ընկալում է որպես առանձին անկախ դերակատար տարածաշրջանում։ Միշտ նայում էին այնպես որ ինչ է Հայաստանը, ասենք, ռուսական այն վերջին քաղաքներից մեկն է։ Այդ հայացքով էին հարցին նայում, բայց այսօր զգացին, որ Հայաստանը ինքը խաղում է իր անկախ քաղաքականությունը, իր բազմավեկտոր քաղաքականությամբ փորձում է իրեն պահել, ապահովել։ Իրանը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները, կարևորելով կայունության եւ անվտանգության ապահովումը տարածաշրջանում։ Չնայած շատ մշուշոտ, բայց միտում կա, որ թրիփը ինքնին կարող է նաեւ նոր հնարավորություններ բացել հենց Իրանի համար։ Այլ թեմաներ, ամփոփվել են 2023 թվականից Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցներում փորձարկվող արհեստական բանականության սերունդ ծրագրի երկրորդ տարվա արդյունքները։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ ծրագիրը հաջողվել է, իսկ դրան դիմաց աշակերտների թիվը հաջորդող տարիներին կտրուկ ավելացել։ Հիմա արդեն նախանշվում են 2026 թվականի համար նախատեսված ընդլայնման ուղղությունները։ Հայաստանում շարունակվում է կրթական ոլորտում արհեստական բանականության ուսուցման զարգացման գործընթացը։ Ընդամենը 2023-ին մեկնարկած արհեստական բանականության սերունդ ծրագիրն արդեն իսկ տվել է իր պտուղները։ Եվ այսօր Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունն ու Հայաստանի Գիտության եւ Տեխնոլոգիաների հիմնադրամը հայտարարում են արհեստական բանականության սերունդ ծրագրի ընդլայնման մասին։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մենք կարող ենք լավագույն մտքեր ունենալ, լավագույն ծրագրերը գծել եւ դրանք մնան թղթի վրա, որովհետեւ դրանց իրականացումը բնականաբար հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների եւ իսկապես շատ մեծ ջանք է պետք, որպեսզի դա դառնա մեր երեխաների համար առօրյա։ Եվ դա տեղի է ունեցել։ Եվ այդտեղ իհարկե ուզում եմ նաեւ մեր շնորհակալությունը հայտնենք մեր մասնակից բոլոր դպրոցներին եւ բոլոր ուսուցիչներին, ում բոլորովին էլ հեշտ չի նորարարությունը վերցնել եւ առաջ տանել, ովքեր էլ իրենց առօրյայում անընդհատ խնդիրների են հանդիպում եւ մեր հետ համատեղ աշխատանքով փորձում խնդիրները հաղթահարել եւ առաջ գնալ։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին 2023 թվականից Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում փորձարկվող ծրագրի երկրորդ տարվա արդյունքները։ Ծրագիրը հնարավորություն է տվել աշակերտներին ծանոթանալու արհեստական բանականության հիմունքներին, մեքենայական ուսուցման եւ տվյալագիտության սկզբունքներին, խթանելով հետաքրքրությունը գիտատեխնոլոգիական ոլորտի հանդեպ։ Մեր թիմը կազմել է խելացի սայլակ նախագիծը, որը լուծում է մի հիմնախնդիր, դա խանութների ահռելի հերթերն են եւ այստեղ տեղադրված է էկրան, էկրանի վրա ցույց է տալիս ձեր անցկացված առարկաները, ապրանքները, ամեն ապրանքի գին գումարվում է եւ վերջում քարտի միջոցով դուք կարողանում եք առանց հերթում կանգնելու վճարել եւ դուրս գալ։ Մեր մոտ տեղադրված է արտաքին կամերա, LCD էկրան, Raspberry Pi 5 եւ Arduino, ահա տեխնոլոգիաները, որոնցով այն աշխատում է։ Կյանքի կոչված այս գաղափարները փաստում են, որ արհեստական բանականության սերունդ ծրագիրը ոչ միայն կրթական նոր մոտեցում
բացում է այլև ազգային ռազմավարություն, ուղղված Հայաստանի տեխնոլոգիական ապագայի կերտմանը։ ՖԱՍԹ-ը ԿԳՄՍ նախարարության հետ գործակցությամբ ձևավորում է նոր կրթական միջավայր, որտեղ ավագ դպրոցի մակարդակով հնարավոր է գիտական մտածողության զարգացում եւ արհեստական բանականության գործնական ուսուցում։ Այս ծրագիրը կարևոր քայլ է ապագա մասնագետների սերունդ ձևավորելու ուղղությամբ։ Աշակերտներն արդեն այսօր ուսումնասիրում են այն թեմաները, որոնք վաղը դառնալու են տնտեսության ու գիտության շարժիչ ուժը։ 2026 թվականի համար նախատեսվում է ծրագրի ընդլայնում, ընդգրկելով ավելի շատ դպրոցներ եւ ուսուցողական նոր հարթակներ։ Կբարելավի ուսուցիչների վերապատրաստման համակարգը, կհամալրվեն դասընթացների մոդուլները եւ կիրականացվեն նոր փորձնական նախագծեր։ Այն փոփոխությունը, երբ որ երեխան առաջի անգամ սկսում է այս ծրագրով ուսումնառությունը եւ հիմա ինչ փոփոխություններ է, ինչպես է խոսում, ինչպես է ստեղծում, նորարարությամբ զբաղվում, այդ ամենը բավական ականատես են եւ երևում են արդեն իրենց ներկայացումների ժամանակ։ Ծրագրին սկզբում մասնակցել է ընդամենը 15 դպրոց 600 աշակերտ, երկրորդ տարում արդեն դրանց թիվը կտրուկ աճեց, աշակերտների ֆունդամենտալ գիտելիքները եւս։ Առաջի տարում, երբ որ չարեցինք համապատասխանաբար ընդունելություն, բավականին մեծ քանակի երեխաներ ունեին, ովքեր որ մնացորդային գիտելիքի մեծ բաց ունեին։ Չնայած դրան շատ հետաքրքիր է, որ քանի որ մենք քննական process-ներով անցկացնում ենք երեխաներին, երկրորդ տարում, որը որ դեռ ոնց որ միջանկյալ տարին է, արդեն քանակը երեխաների, ովքեր որ ուժեղանում են եւ նույնիսկ երազանցիկների դաշտ են գնում, զգալի մեծանում է։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ ամեն դեպքում մեթոդաբանությունը աշխատում է եւ նույնիսկ քիչ գիտելիքով երեխան կարող է գալ եւ ստանալ համապատասխան գիտելիք։ 2023-ից Հայաստանի ավագ դպրոցներում փորձարկվող արհեստական բանականության սերունդ ծրագրի երկրորդ տարվա արդյունքները, այդ տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու նոր գաղափարների իրագործումը վկայում են, տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտը։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։